Հնարավոր է Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրման հետ կապված նոր քննարկումներ լինեն մոտ ապագայում։ Կառավարության նիստից հետո հունիսի 26-ին հայտարարել է Հայաստանի ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը։ Հայկական կողմը դրականն է տրամադրված եւ հաշվի առնելով, որ մենք պատրաստ ենք ստորագրել խաղաղության պայմանագիրը, մենք կողմ կլինենք նման հանդիպման անցկացմանը, նշել է նա։ Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների վերջին հանդիպումը կայացել է մայիսի 16-ին Եվրոպական քաղաքական համայնքի 6-րդ գագաթնաժողովի շրջանակում։ Հանդիպմանը երկուստե կարևորվել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության համաձայնագրի տեքստի համաձայնեցումը։ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել arczepiskopos Աջապահյանի նկատմամբ հունիսի 26-ին քրեական վարույթ է նախաձեռնվել, հայտնում են գլխավոր դատախազությունից։ Վարույթը նախաձեռնվել է 2025 թվականի հունիսի 17-ին քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի 2-րդ մասով իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչեր անելու համար։ Այլ մանրամասներ հայտնի չեն։ Նույն հոդվածով երեկվանից 2 ամսով կալանավորվել է եւ 15 անձ, որոնց թվում է նաև Սրբազան շարժման ղեկավար Տավուշի թեմի նախկին առաջնորդ Բագրատ Գալստյանյանը, որը քաղաքական կյանք մտնելով սառնեցրել է Տավուշի թեմի առաջնորդի իր գործունեությունը։ Հայաստանի ԱԳ-նախարար Արարատ Միրզոյանը եւ Արաբական Միացյալ Էմիրությունների փոխվարչապետ ԱԳ-նախարար Շեյխ Աբդուլլահ բին Զայեդ Ալ Նահյանը հունիսի 26-ին հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են տարածաշրջանային կայունության եւ անվտանգության հարցեր։ Նրանք մտքեր են փոխանակել Հարավային Կովկասում ու Մերձավոր Արևելքում խաղաղության ապահովմանն ուղղված ջանքերի շուրջ։ Զրուցակիցները անդրադարձել են նաեւ երկու երկրների միջև ձևավորված բարեկամական հարաբերությունների զարգացման տեսլականին եւ միջազգային կազմակերպություններում նրանց փոխգործակցության հարցերին։ Հայաստանում հունիսի 28-ից կգործարկվի առաջին զբոսաշրջային գնացքը։ Հունիսի 26-ին այս մասին հայտնել է Հարավկովկասյան երկաթուղի ընկերությունը։ 9 օրյա երթուղին կանցնի Հայաստանի եւ Վրաստանի քաղաքներով։ Գնացքով կճանապարհորդեն շուրջ 300 հիմնականում եվրոպացի զբոսաշրջիկներ, որոնք կայցելեն Սևան, Երևան, Գյումրի, ինչպես նաեւ Թբիլիսի, Քութայիս եւ Բաթում։ Ըստ հաղորդագրության ուղևորների համար կապահովեն հարմարավետ պայմաններ։ Գնացքի վագոնները կլինեն հյուրանոցային սենյակների նման։ Ուղևորության ընթացքում հյուրերը կկարողանան լիարժեք ծանոթանալ Հայաստանի եւ Վրաստանի մշակութային, պատմության, բնության ու տեսարժան վայրերին։ 7 տարեկան հայուհին սոցցանցի ռեժիմ պարային տեսանյութ է հրապարակել, որում երգչուհի Սիլվա Հակոբյանի Յարեն Էրվածի կատարման ներքո պարում է հայկական նազանի պար։ Դիտորդների ուշադրությունը հատկապես գրավել է փոքրիկի գլխազարդը, որը հայկական տարազի մի մասն է հանդիսանում։ Մասիրը տրեհա հատատացե վարդի միջումն կանաշտե